Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն ընդդեմ ստի ու կեղծիքի Արևմտյան Հայաստանը ազգային ժողովը քննարկել է Սևրի դաշնագրի նշանակությունը առաջիկա նստաշրջանի օրակարգը Շահմասուրի եզակի թևավոր խաչքարը հայկական միջնադարյան ժառանգության բացառիկ գոհար Սանահինա վանքը հայկական միջնադարյան մշակույթի փառահեղ կենտրոն Արևմտյան Հայաստանում առաջին կնեք բժշկուհին Զարուհի Գավալչյանը Բաքուն փորձում է մզանախելի Ուրարտուն Արարատի թագավորությունը, Եղեռն ցեղասպանություն, եզրույթի կարևորությունը, Վահագնագորգ վերապրումի ու վերամիավորման խորհրդանիշ։ Իշխանական պատգամավոր Ալխազ Ղազարյանին պնդումը հասավ նախկին ղեկավարների ճանաչան Արցախ-Ադրբեջանի կազմում համապատասխանում չի փաստերին 1992-ին Հայաստանը Ալմատա հռչակագիրը վավերացրել է վերապահումներով, իսկ բանակցային ողջ գործընթացում Արցախի վերջնական կարգավիճակը նախատեսվել լիսալել որոշել ինքնորոշման հիմքավը։ Ոչ մի նախկին ղեկավար ստորագրալ չի փաստաթուղթ վերավ Արցախը ճանաչվել Ադրբեջանի կազմում։ Հայաստանը կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության 86600 քառակուսի կիլոմետր շրջանակում ճանաչումը հրապարակայնորեն ամրագրվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունով 2022-ից 2023 թվականների գործընթացներով։ Հետևաբար սաղ նախկիները արդեն ճանաչած են Արցախ-Ադրբեջանի կազմում թեզը քաղաքական մանիպուլյացիա է։ Հունիսի 10-ին առցանց անցկացվել Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 20-րդ նիստը քննարկվել է Սևրի դաշնագրի պատմաիրավական նշանակությունը ներկայացվել առաջիկա նստաշրջանի օրակարգն խորհրդանական հանձնաժողովների ու կառավարության հաշվետվությունների ներկայացման ծրագիրը նիստի ավարտին նախագահ Արմեն Աբրահամյանը կարևորել է պետական կառույցների գործունեության շարունակականությունը ազգային հարցերի շուրջ համախմբված աշխատանքը Մարտակերտաշրջանի Շահմասուր շենին 10-րդ դարի թևավոր խաչքարը հայկական մշակութային ժառանգության եզակի նմուշն է։ Առանձնանում այրան իրան քանդակված արևային ժամացույցը տեղ ժամերը նշված են հայկական տառերով։ Մասնագետների գնահատում ավես հայկական արևային ժամացույցերի ամենակյունահին օրինակները մինն ու աշխարհում հայտնի ընդամենը երկու նման խաչքարից մինն են։ Հուշարձանավակայում Արցախամիջնադարյան հայկական մշակույթի գիտելիքի ու վարպետության պետություն մակարդակի մասին։ Սանահինա վանքը Հայաստանը կարևորագույն պատմամշակութային ու հոգևոր կենտրոններն է հիմնադրված 10-րդ դարում։ Միջնադարում Միլարա կրթության, գիտության ու մշակույթի նշանավոր օջախը յուրան բացառիկ ճարտարապետական արժեքի շնորհիվ Սանահինը հաղպատավանքի հետ միասին ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ու շարունակում է մնալ հայկական ժառանգության խորհրդանիշների մինը։ Հունիսի 10-ին հիշատակվում է հայ անվանի բժիշկ Զարուհի Գավալչյանի մահվան տարելիցը, վերը պատմության մեջ հայտնի է որպես Արևմտյան Հայաստանի առաջին կնեք բժիշկը։ Զարուհի Գավալչյանը ծնվել է Ադաբազարում բժիշկ Սերովբեկ Գավալչյանի ընտանիքում։ Այն տարիներին Վերոսմանյան կայսրությունում կնանոցը արգելված էր բժշկական կրթություն ստանալը ինքը քինամա Ամերիկա ուսանումա Չիկագոյի Իլինոյսի բժշկական ֆակուլտետում 1903 թվականին պրծնելով ուսումը ինքը վերադառնում է հայրենիք ու դառնում է Երկրի առաջին կին բժիշկը տարիներ առաջ նախքան հայտնի բժիշկ Սայիֆիե Ալի գործունեությունը, բայց Աբդուլ Համիդ II-ի իշխանության օրոք գործող սահմանափակումներին դերդան Զարուհի Գավալչյանը գրեց հալչի ինքնուրույն բժշկական գործունեություն ծավալի։ Ինքը գործել հոր կողքին որպես օգնական բժիշկ, միաժամանակ դասավանդել կենսաբանություն ամերիկյան քոլեջում։ Հետագայում վեր հայրով հիվանդացել Գավալչյանը շարունակալ սպասարկելու իրան հիվանդներին ու առաջին համաշխարհային պատերազմի դժվար տարիներին ակտիվորեն ներգրավվել բժշկական ու բարեգործական աշխատանքներում։ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից նորահայտ ներկայացվող Ղոդասարի ուրարտական սեպագիր արձանագրությունը գիտական աշխարհին հայտնի է հալամ 1988 թվականից ուսումնասիրվել ու հրապարակվել մխել հայ ու միջազգային մասնագետների կողմից։ Ուրարտագետ Միքայել Բադալյանի կարծիքով առավել ուշագրավեշտ արձանագրությունը այլ այն թախ է ադրբեջանական անկյունը հենց մենք ակտիվորեն անդրադառնում դրան։ Ընդգծում ավեր պատմամշակութային ժառանգության գնահատումը պիտի հիմնված լինի գիտական փաստերի վեճ թե քաղաքական նպատակների վրա։ Բառերը մենակ անցյալը նկարագրելի միջոց չընտրանքն է իրավական ու քաղաքական նշանակություն ունին, հատկապես մարդկության դեմ կատարված հանցագործությունների դեպքում ճիշտ եզրույթի ընտրությունը կարևոր վճռորոշ լինի։ Եղեռն բառը հայերենում բնութագրվում է մծ աղետ, կոտորած կամ ողբերգություն, արտահայտում է ժողովրդի կրած ցավն կորուստը, բայց իրավական առումով սահմանում չի հանցագործության բնույթը ու պատասխանատվության շրջանակը։ Ի տարբերություն տրանս ցեղասպանություն եզրույթը միջազգային իրավունքի հստակ սահմանված հասկացություն է, ոչ միայն արձանագրում է տեղ ունեցած զանգվածային Գործությունը այլ է մատնանշման տրագազմակերպված բնույթը, մեղավերների պատասխանատվությունը, իրավական հետևանքները, ցեղասպանության ճանաչումը կապված է արդարության, պատասխանատվության ու պատմական ճշմարտության հաստատման հետ։ Հետևաբար, մեր խոսքը վերաբերում է հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությանը, ցեղասպանություն եզրույթի կիրառումը մենակ լեզվական ընտրություն չի, իրավական բարոյական դիրքորոշումը վերանպաստում է մարդու իրավունքների պաշտպանությանը, պատմական արդարության վերականգնմանը։ Ճշգրիտ որոշումները կարևոր են, քանի որ արդարությունը սկսվում է ճշմարտությունը ճիշտ անվանելուց։
Շուրջ 160 տրամապատմություն ունեցող հայկական վահանագորգը ստեղծվել Արևմտյան Հայաստանում մոտառալ անտանեկան ժառանգություն։ Ցեղասպանության տարիներին մի մայր գորգը բաժանալա 2 դուստրերին, հվտալա վեր մի օր նորից միավորելու է իրանց։ 52 տարի անց քույրերը պատահաբար հանդիպալ Նյու Յորքի հայկական եկեղեցում ու վերամիավորվան գորգի 2 հատվածները։ Սոր վահանագորգը ցուցադրում է Երևանա-Մեգերյան կարպետ թանգարանում որպես հայ ժողովրդի տոկունության, հիշողության ու վերածննդի խորհրդանիշ։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։